Ողջույն, ես Ծովինարն եմ, վեդայական թվահոգեբան։ Այսօր ես կխոսեմ սիրելի հետևորդներ, ովքեր ծնվել են 7, 16 և 25 թվանշանի ներքո։ Կապ չունի թե որ ամսվա, եթե ծնվել եք 7-ին, 16-ին, մեկին գումարում ենք 6, անում է 7 և 25-ին, ովքեր ծնվել են ուրեմն կապ չունի որ ամսվա 25-ին, երկուսին գումարում ենք 5, դա անում է 7։ Այս մոլորակը ղեկավարում է այս թվերին Նեպտուն մոլորակը հենց ինքը կետուն։ Սա բավականին կարևոր է, որպեսզի դուք իմանաք, սա կառնիկ, կարելի է ասել, թվանշաններն են։ Մի փոքր ուզում եմ խոսել ձեր հոգու թիվն է սա, այն ինչ գալիս է ձեր հոգուց, ձեր ենթագիտակցականը եւ այլը։ Կարծում եմ հասկանում եք, հա, ինչի մասին եմ խոսում, որովհետեւ Նեպտունի հենց կետուի էներգիայի հետ, որը կարող է ձեզ խորհրդանշել հոգեվորության մասին, ինտուիցիայի, գաղտնիք գիտելիքների եւ ներքին ուրեմն խորության մասին ձեր։ Եկեք մի փոքր հասկանանք ձեր գիտակցական, ենթագիտակցական, հա, կամ գիտակցական հոգևոր եւ հաջողությունների գաղտնի բալանսը։ Մի փոքր sense կխոսենք, որպեսզի հասկանանք։ Ովքեր ծնվել են, կապ չունի որ ամսի 7, 16, 25, հա, ամիսներին կապ չունի որ ամսին, այստեղ ձեզ ղեկավարում է կետուն, այսինքն Նեպտուն։ Իմացեք, որ եթե էմոցիոնալ եք, զգացմունքային եք, դա կապ ունի ձեր Նեպտունի, այսինքն կետուի ջուր մոլորակի, ջուր տարի հետ։ Ովքեր ծնվել են 7 թվանշանի ներքո, այստեղ ձեր գիտակցականը, էներգիան, բնական ինտուիտիվություն կարող է ունենաք, զգայունությունը եւ խորը մտքեր։ 7 թվանշանը խոսում է ձեր հոգևոր հոգու ուղու որոնումը, մենության հակվածություն ունեք դուք, կան խորություններ եւ ճշմարտության որոնումներ ձեզ մոտ։ Ձեր հոգու թիվը խոսում է ձեր ներքին խաղաղություն փնտրելու միտումի մասին, որովհետև չմոռանանք, որ չինական մետաֆիզիկայում, հա, թվագիտությունում դա կոնֆլիկտային, կրիզիսի մասին էլ է խոսում, դրա մասին է, կարող եք տառապել ինչ-որ անհասկացվածությամբ, հա, խորացված կամ դիեզերքի հետ կապված կապը բավականին ուժեղ է եւ ինքդ կապը քո հետ։ Հաջողության ձեր բալանսը, բալանին դա գալիս է միայն, երբ հետևում եք ձեր հոգու ուղուն։ Կարող է լինել վտանգ նյութական, աշխարհից կտրված լինելու պատճառով, կարող է դժվար լինել ֆինանսական կայունություն հաստատելու։ Ինքը բավականին մեծ սեքսուալ էներգիա ունի, կստացի, եւ շատ աստղեր են լինում 7 թվանշանի ներքո ծնված։ Հաջողությունը ստանալու բալանին այստեղ խորը ինտուիցիային ձեր հետևելն է եւ վստահելը։ Իսկ ձեր բալանսի բալանին պետք է հավասարակշիռ լինի, հա, հոգեվորությունը եւ նյութական աշխարհը։ Կարող եք օգտագործել ջրի տարի էներգիան հոսքի մեջ մնալու համար։ Իսկ ովքեր ծնվել են 17 թվանշանի ներքո, մեկին գումարում ենք 6, այստեղ 3 էներգիա կա, մեկը դա արևն է, հա, 6-ը դա Վեներան է եւ 7-ը դա կետուն է։ Ձեր գիտակցական էներգիան այսպես կարող է լինի, եթե դուք ձեզ չեք ճանաչում, մեծ մասամբ շատ է համընկնում, որովհետև սա վեդայական թվահոգեբանությունն է։ Դուք ունեք լավ խարիզմա, հոգևոր խորությունը շատ կարևոր պետք է լինի ձեզ համար։ Եվ այստեղ միգուցե կարեկցող եք, հա, արտաքին հաջողության հասնելու ցանկություն կարող է լինի ձեզ մոտ, ներքին ինչ-որ խոցելիության պայմաններում եւ հաճախ կտրուկ վերելքներ եւ անկումներ կարող եք ունենալ, հա, այսինքն կյանքաստիճան, ասենց խոսք կա գեղեցիկ, ինչպես կարող ես բարձրանալ, այնպես ցած իջնել։
Ձեր հոգու կարմեական դասերի հետ է կապված, հպարտություն և կախվածության հետ։ Կարող եք բախվել դավաճանության, խաբեությունների և կորուստների հետ։ Հոգևոր զարթոնքը ձեր գալիս է միայն կորուստներից հետո։ Իսկ ձեր հաջողության բալանսը դա գալիս է ինքնաճանաչման, ձեր ինքնաճանաչման միջոցով։ Ցավի և կորուստի դասերը, եթե դուք կարողանում եք հաղթահարել, դրանից հետո կարող է ձեզ զգալ ուժ և կայունություն, իսկ եթե ոչ, արդեն հասկանում եք։ Բալանսի բալանին դա պետք է ընդունեք դուք ցավը, որպես աճի հնարավորություն, դաս լինի։ Իսկ բալանսի բալանին, այստեղ դուք պետք է հրաժարվեք կախվածություններից և անառողջ հարաբերություններից։ Վստահեք տիեզերքին և ձեր հոգևոր առաջնորդությանը։ Իսկ ովքեր ծնվել են 25 թվանշանի ներքո, այստեղ երկուսին գումարում ենք 5, մենք ստանում ենք ինչ, 7, կներեք, այսինքն երկուսը դա լուսինն է, 5-ը դա Մերկուրին է, իսկ 7-ը դա ձեր կետուն է։ Հա, դուք կարող եք լինել բավականին էմոցիոնալ անձեր։ Սա բավականին խոսում է հզոր ինտուիցիայի մասին, ուժեղ վերլուծական ունակությամբ մարդկանց մասին։ Կարող եք շփման մեջ փակ լինել, բայց միևնույն ժամանակ ուժեղ համոզիչ ուժ կարող եք ունենալ։ Ձեր հոգու թիվը խոսում է այն մասին, որ հաղորդակցման և ինտուիցիայի միասնություն պետք է լինի, կարող եք դիմակայել հոգեբանական բարդությունների և շփման դժվարություններին, և հոգևոր պաշտպանություն և ուժ ի վերուստ, որը տրված է ձեզ։ Ձեր հաջողության բալանսը այն է, որ հաջողությունը ձեզ կարող է գալ, երբ ինտուիցիան համատեղվում է ձեր ակտիվ գործողության հետ։ Կարող է նաև հայտնվել ներքին կոնֆլիկտի, մեջ, ինչ-որ զգացմունքների և տրամաբանության միջև։ Եվ այստեղ բալանսի բալանին ձեր նաև որ պետք է դուք ներդաշնակ ունենաք, ներդաշնակ ինտուիցիան և ձեր տրամաբանությունը։ Իսկ բալանսի բալանին դա ձեր հաջողության, պետք է դուք լսեք ձեր ինտուիցիային, բայց մի անտեսեք ձեր տրամաբանությանը և շփման միջոցով բացեք ինքներդ ձեզ։ Ընդհանրապես, ովքեր ծնվել են 7, 16 և 25 թվերի ամիսներին, այստեղ նայեք, ձեր հաջողության բալանին դա հոգևորության և նյութականության, հավասարակշռության մասին է խոսելու հետագայում, որպեսզի դուք ճիշտ օգտագործեք այս թվերի 7 թվի վիբրացիան, ձեր ինտուիցիայի և գործնական քայլերի համադրության, հավատաք ձեր սեփական ուժերին և տիեզերքի աջակցությանը, հաղթահարեք մենակությունը և անհասկացվածության զգացումը հոգևոր կապերի միջոցով։ Իհարկե, ես ձեզ կարող եմ տալ հետաքրքիր ծիսակարգ դրա համար, որպեսզի դուք շատ օգտագործեք ջուր, սա կարևոր է, որպես մաքրող տարր, Ձեզ համար շատ կարևոր կլինի վերցնել մանուշակագույն կամ կապույտ մոմ, որ վառեք ծեսի ժամանակ, և հատուկ բառեր կա, որպեսզի ասեք։ Կարող եք ասել, ես ընդունում եմ իմ ճանապարհը, իմ հոգին համահունչ է տիեզերքի հետ, ինտուիցիան և իմ գործնական քայլերը միաձուլվում են, բերելով հաջողություն, ես մաքրվում եմ, ես պատրաստ եմ հաջողության, այն թող իրականացվի։ Սա վիզուալիզացիա եք անում և այս բառերն ասում եք։ Կապույտը և մանուշակագույնը սրանք մեծ կապ ունեն մարդու ինտուիցիայի և հոգևոր զարգացման և այլ գործերի հետ։ Ձեր կարմեական ծրագիրը, եթե դուք բացասական օգտագործեք, դա գերմտավորությունը չափից դուրս կարա լինի, խորը վերլուծությունը, ինչը կարող է ձեզ մոտ առաջացնել հոգեկան անկայունություն, վախ նորից բացվելուց, մենության և ներփակվածության, խորացումը, իրականությունից կտրվածությունը, փախուստի դեպի
երևակայության կամ հոգևոր մոլորություն, անտարբերություն և ցինիզմ մերձավոր մարդկանց հանդեպ։ Հասկացաք, իսկ կարմայական հետևանքները դրա համար ձեր կյանքում կարող են լինել այնպիսի զգացողություն ձեր կյանքում, միայնության հետ կապված զգացում, հա, չընդունվածության, որ ձեզ չեն ընդունում, անհասկացվածության հետևանքով, նաև հոգևոր մոլորության և սխալ ուսմունքների հետևանքով կարող եք ենթարկվել խաբեության, առողջական խնդիրներ կարող է, եթե դուք կարմա եք աշխատում, լինել ձեզ համար կապված նյարդային ձեր համակարգի և մարսողության հետ, իսկ կարմայի մաքրումը դա դուք պետք է առանձին անեք, ինչպես անհրաժեշտ է առաջինը մաքրեք ձեր, եթե կարմա եք աշխատել, էներգետիկ խառնաշփոթը ջրի և աղի միջոցով, կենտրոնանաք ձեր ներքին խաղաղության վրա, խուսափելով ցրվածությունից և լսեք ձեր ինտուիցիային, բայց չկտրվեք իրականությունից։ Ընդհանրապես 16 թվի կարմայական ծրագիրը մեկին գումարում ենք 6, անում է 7, հա, ինքը կետում է։ Բացասական գործողության նշանները դրանք կարող են լինել արագ վերելքներ և անկումները ձեր նյութական և հոգևոր ոլորտում, հպարտությունը ձեր զուգորդված համառության և գերիշխանության ցանկության հետ, կախվածություն ոչ միայն նյութական ցածր վիբրացիա, այլ հոգեբանական ոլորտներում կամ մակարդակներում, խաբեության և դավաճանություն, ինչպես ինքդ քեզ հետ, այնպես էլ ուրիշներից, պետք է սպասեք դա։ Իսկ կարմայական հետևանքները դա կարող է կտրուկ կորուստներ, դուք ունենաք ձեր ֆինանսական և անձնական ոլորտներում, մոլորությունների և սխալ որոշումների պատճառով կարող եք բախվել ցավոտ ավարտներին, վատ հետևանք ունենա ձեզ համար։ Հավատարմության, կորստի և դավաճանության հետևանքով կարող է կոտրվել ձեր վստահությունը։ Իսկ կարմայի մաքրումը այստեղ պետք է հրաժարվեք հպարտությունից, հա, և անառողջ հարաբերություններից, ներողամտություն ցուցաբերեք սեփական և ուրիշների սխալի նկատմամբ, ուսումնասիրել ձեր կորուստի պատճառները, դրանք որպես հոգևոր աճի դաս ընդունելով, մենակ այդ դեպքում ձեզ մոտ ամեն ինչ դեպի լավ կգնա։ Իսկ 25 թվի կարմայական ծրագիրը, դա երկուսին գումարում ենք 5, բնական է, անում է 7, բացասական ձեր գործողության նշաններ կարող են լինել ինտուիցիայի և տրամաբանության հակամարտություն առաջացնելով հոգեբանական ինչ-որ մարդկանց մոտ և այլը, հա, խառնաշփոթ, արտաքին աշխարհից մեկուսացում, չհասկանալու և չընդունվելու զգացում, վաղ որոշումները ընդունելուց պատասխանատվությունից խուսափելու համար կամ պատճառով, խոսքի և գործի անհամապատասխանություն, խոստումները չհետևելու հետևանքով, իսկ կարմայական հետևանքները բնական է, այստեղ վստահության ձեր կորստի պատճառով կարող եք բախվել միայնակությամբ, հոգեկան անհավասարակշռության և ինքնաբացասական խնդիրներ կարող եք ունենալ, ճիշտ որոշումներ չընդունելու հետևանքով կարող եք կորցնել արժեքավոր ձեր կյանքում լավ հնարավորություններ, իսկ ձեր կարմայի մաքրումը, այստեղ պետք է հստակեցնեք ձեր մտքերը և նպատակները խուսափելով երկմտանքից, բաց լինեք նոր կապերի և համագործակցության համար, խոսքն ու գործողությունները ձեր այստեղ պետք է ներդաշնակեցնեք գործելու և խոսելու մեջ հավասարակշռություն ստեղծելով։ 7, ովքեր ծնվել են 16 և 25 թվականիշի ներքո ծնվածների կարմայական դասերը, դա առաջինը ինտուիցիան և ձեր տրամաբանությունը պետք է համատեղեք ներդաշնակ որոշումներն ընդունելու համար, երկրորդ դա պետք է վստահեք տիեզերքի հոսքին, խուսափելով չափից դուրս վերահսկելու ցանկությունից, հավասարակշռեք հոգևոր աշխարհը նյութականի հետ, չկտրվելով իրականությունից,
Հաջորդը դա հանդուրժեք կորստի ցավը առանց չարության եւ վրեժի վերահասկեք ձեր ներքին էգոն խուսափելով գերիշխանության եւ բարձենկոտության գայթակղություններից եւ մի հետաքրքիր բան դուք չպետք է նախանձեք ուրիշներին որ նրանք խոսքի օրինակ բավականին լուրջ մասնագետներ են արի ես էլ վերցնեմ Իրանը ես էլ կատարեմ դա ձեզ հետագայում ես ասեցի բերելու է կրիզիս իրավիճակների ինչը ձեր մտքով չի էլ անցնում իսկ ինչպես մաքրեք ես դա ասեցի ձեզ մոտ որպեսզի հոգևորը պետքա լինի ձեզ մոտ առաջնայինը հա բալանիները ձեր ուժեմ հաջողության դա հոգևորությունն է շատ կարևոր է նյութականությունը հավասարակշռությունը ձեր ինտուիցիան պլյուս գործնականությունը եւ դա կարող է բերել ձեզ լավ աճելի պետք է լինեք ներողամիտ ընդունեք մարդկանց ազատությունը խոսք նաեւ պլյուս գործ որը որ դուք անում եք խոստանում եք որը կունենա մարդկանց մոտ հետագայում վստահություն սիրելիներս այսպես Սպասեմ ձեր մեկնաբանություններին, տեսնենք ինչքանով էր համապատասխանում իմ այս պետայական, թվահոգեբանական վերլուծությունը ձեզ համար սիրելի յոթնյակներ։ Երբ որ մեկնաբանությունները գրեք, ինձ շատ հետաքրքիր կլինի, որովհետև ես բավականին խորն եմ ուսումնասիրում, ես նաև բացի այսին պետայական թվահոգեբանությունը նաև մեկ այլ հետաքրքիր հիմա սկսել եմ թվերի հետ կապված բավականին այլ էլի թվահոգեբանության հետ կապ ունի դա դեռ գաղտնիք է, դա դեռ ես չեմ ուզում այդ մասին խոսել, դուք դա ես դա կներկայացնեմ մոտակա 2 ամսվա ընթացքում ձեզ այսօր այսքանը հարգելիներս մաղթում եմ բոլորիդ լավով, լավ տրամադրություն ունենաք հարցեր կարող եք դիմնել իմ ուրեն WhatsApp եւ Telegram կանալներին որի համարն է +374 93 40 45 37 կոնտակտային տվյալը թողնելով ինձ ձայնային հաղորդագրություն թե ինչ հարցերով եք դիմել որովհետև իմ պայծառատեսողական սեանսի կանխատեսումները այլ արժեք ունեն նաև իմ մատրիցաների համար տարբերելի ինչպես պայծառատեսողական դրանք տարվում են տարոն ինչպես էր տարվում նույն պայծառատեսողական սեանսներն է ես տվյալը նախորդ ինձ ուղարկում եք նայում եմ ձեզ պետ դուք ինձ տեսնում եք եւ սկսում եմ ձեզ ցույց տալ հա ձեր տրված անունը ամիս, ամսաթիվ, տարեթիվը ես ձեզ ցույց եմ տալու եւ սկսում եմ ձեր հետ աշխատել։ Նույնը կապ ունի թվագիտության հետ։ Վեդայական նորից ձեր մոտ հաշվում եմ բոլորը անում եմ պրոգնոզները տալիս եմ, էլի տարբեր է։ Կապ չունի, տեղափոխվելու է, այսպես ռասկլադների տիպի է ինքը, որ ես տեսնում ինֆորմացիան գալիս ասում եմ ձեզ։ Նույնը թվագիտությունն է։ Էլի այդպես տարբեր պրոգնոզները, բոլորը տարբեր արժեքներ ունեն, նաև մոգություն, մաքրումներ, ճանապարհի բացումներ, պաշտպանություններ եւ ֆինանսային հատուկ ուժեղ ծիսակարգեր։ Այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, երեք ա եղել ծանոթությունը ինձ այսօր են շնորհավորում, այստեղ կանտրես եկավ եւ ձեզ մի բան եմ ուզում ես ցույց տամ ուրեմն իմ վեդայական թվագիտությունը նաև կապ ունի ալմանախի սիմվոլների հետ, թվանշանների հետ, ես ասում եի, չէ, որ հենց այնպես չեն ակտիվացնում ձեր ֆինանսական կոդը։ Ես հենց այնպես իհարկե ոչինչ չեմ ասում, որովհետև իրական մասնագետը, հա, բազային, ով կարող է նաև հետաքրքիր էլ չեմ ասում, հետագայում ինչ աշխատանքներ տանել, ինչ ստեղծել եւ ինչեր կարող է անել կապված ֆինանսային կոդերի հետ։ Դրանցից մեկը իմ ալմանախի ուրեմն
կարելի է ասել էներգետիկ լիցքավորիչն է, որը ես ստեղծել եմ, ինքներդ նայեք, ես շատ բան ձեզ միանգամից սենց պետք է ցույց տայ, որը որ կապ ունի այստեղ ամեն թվի հետ եւ ես կարողանում եմ դա ակտիվացնել։ Հենց ալմանախի սիմվոլներով այդ ձեր թվագիտական կոդը, որը որ ձեր ծննդյան հետ է, մեծ կապ ունի, թվերը 4 տարբեր բաների հետ կապ ունի եւ որը ես բացի այն, որ ասում եմ ձեզ, թե դուք ինչ պետք է անեք, դա սովորական բան չի, դա նաեւ օգնությունների հետ կապ ունի, միայն գրելով չի, սիրելիներս, որ դուք գումարի վրա գրեք, դա եթե ձեզ այդպիսի բան են ասել, ես ցավակցում եմ, ուրեմն դուք հայտնվել եք խաբեբալ շարլատանների մոտ։ Նրա համար պետք է ուսումնասիրել թվագիտությունը վեդայական բավականին խորը, որ հասկանաս դու, թե մարդկանց ինչ ես տալիս, որ դա մարդկանց չվնասի, այլ հակառակը օգնի։ Հասկանում եք, սիրելի հետևորդներ։ Օրինակ 4 թվանշանը ալմանախով դա առողջության հետ էլի կապ ունի, որտեղ դու կարող ես հետաքրքիր թվանշանը այդպես այս սիմվոլներով օգտագործել, որը ես անում եմ իմ ցույց եմ տվել իմ հետևորդներին իմ խմբում Telegram-յան, ես հատուկ խումբ ունեմ, եւ դա շատ մարդկանց օգուտ է տվել, նաեւ արագացել է այն վիճակը, որը որ պետք է արագ վիրահատվի եւ մարդը դզվի։ Դրանից հետո ես ունեմ արդյունք, որը որ իմ հետևորդը գրել էր, ես ես վերջերս ներկայացրել էի ձեզ։ Հենց այնպես ոչինչ չի լինում, դա ես ուրախ եմ, որ ես ունեմ այսօր արդյունք։ Դա իմ աշխատանքի, իմ ջանքերի արդյունքներն են։ Այսօր այսքանը, հարգելիներս։ Ցտեսություն, մինչ հաջորդ իմ թողարկում։ Ցտեսություն։